այս կարգի ստորություն, ես չգիտեմ, այդ հրաման տվողի այնքան կուզենայի նայեի նրա աչքերին, ով ինքը մաքրել է դա։ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը շատ կուզեր իմանալ, ում ձեռքն է գնացել ջնջել որդու նկարը այս պատի վրայից։ Նկարը այստեղ ա եղել սարքած գրաֆիտի, տարածված բան ամբողջ աշխարհում անում են այդպես։ Հայկազը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 12 օր կյանքի համար կռիվ տալուց հետո։ Նրա մահից հետո քրոջ նախաձեռնությամբ Հայկազի լուսավոր պատկերը հայտնվեց տնտեսագիտական համալսարանի այս բանուկ հատվածում։ Հայտնի կուրսեցիներին, հասակակիցներին, անցնող դարձողներին ժպտում էր նկարից։ Շատ կենթանի նկարեր ու հայացնել էր շատ լավ ստացվել։ Ամեն անգամ անցնել դառնալուց ոնց որ բարև էիր։ Այնքան պրոֆեսիոնալ են ջնջել, որ տպավորություն է, թե այստեղ նկար երբեք չի եղել։ Հայկի նկարի կողքով ամեն օր անցնող երիտասարդներն այսօր կարկամել են, դատարկ պատը տեսնելով։ Ոչ մի գործողություն իմաստավորված չի։ Ճիշտ իմ կարծիքով Ռոբերտ Աբաջյանի նկարն էլ է։ 3 շաբաթ առաջ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը պատից ջնջելու մասին իմանալուց հետո Հայկազի մոր սիրտն արդեն վախ էր ընկել, շուտով իր որդու նկարին կհասնեն։ Ես շոկը ապրեցի, երբ որ Աբաջյանի նկարը իմացա, որ ջնջել են։ Դրանից հետո հասկացա, որ հավանաբար սա կրելու է շարունակական բնույթ, բայց կարծում էի, որ լավ այդ աստիճան միգուցե չգնան, չնայած մյուս ձայնը ինձ ասում էր, որ չէ, անելու են։ Բարեկարգում ենք քաղաքը։ Այսպես է մեկնաբանում քաղաքային իշխանությունը արցախյան հերոսների նկարները Երևանի պատերից վերացնելու պրոցեսը։ Դա օրենքի բարեկարգման շրջանակում է արվում։ Հերոսների նկարներն են գցում քաղաքի տեսքը։ Զայրանում է զոհված զինծառայողի մայրն ու ցույց տալիս այն բոլոր անշնորհք գրառումները, որոնք հերոսների նկարների կողքին են, բայց դրանց ձեռք չեն տվել։ Ամեն տեղ ամեն ինչ նկարած է, էլ գրառումներ, էլ անշնորհք նկարներ, էլ չգիտեմ փակցված բաներ, հայտարարություններ, պոկած, չգիտեմ ինչ արած, այդ ոչ մի բան չի երևում, ոչինչ չեն տեսնում, մենակ այս երկու տղաների նկարները տեսան։ Դրանք էլ ենք մաքրելու, վստահեցնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակը, բայց դժվարանում է պատասխանել, ինչու են հենց հերոսների նկարներից սկսել բարեկարգումը։ Այն ինչ որ մնացել է, այդ էլ են մաքրելու, այսինքն ընդհանուր մաքրելու են։ Ընդհանուր մաքրելու են, բայց սկսել են զոհվածների նկարներից։ Չէ, ոչ տենց չի, որ առաջնահերթ այդ հարցներ տվեցին, տենց չի, որ առաջնահերթ դրանից են սկսել։ Բա։ Ուղղակի այդ ամեն ինչն էլ մաքրելու են, որովհետև այդ բարեկարգման ծրագրի շրջանակում է արվում։ Եվ ընդհանրապես այսուհետ ցանկացած բան քաղաքում պատկերելուց առաջ պետք է քաղաքապետարանից թույլտվություն ստանալ, ասում է մամուլի խոսնակը։ Այդ կամ քաղաքապետարանը կամ քաղաքապետարանն է տալիս թույլտվություն, դիմում են, էսքիզը ներկայացնում են, հետո արդեն ըստ այդմ կամ թույլտվություն է տրվում կամ չէ։ Զոհված զինծառայողի մայրը կասկած չունի միտումնավոր են քաղաքից ջնջում հերոսների հետքերը, որպեսզի մարդիկ նրանց դեմքերով չճանաչեն, որպեսզի նրանք մոռացվեն։ Վստահ է, սա Ալիևի թելադրանքն է, որը կատարում է Հայաստանի իշխանությունը։ Եթե դա թույլտվության հարցը լիներ իրականում, դե թող կա փաստաթղթ, լավ էլ գիտեին, չէ, ով է։ Դա ուզում են անեն, որպեսզի անցնող դառնող ուսանողները, վաղը մյուս օրը դպրոցականները, բանուկ տեղ է, էլի շատ երիտասարդություն է անցնում, որպեսզի չտեսնեն, չնկատեն, չհարցնեն, չհետաքրքրվեն, չիմանան, որպեսզի քիչ-քիչ դա հիշողությունից դուրս գա։ Թուրքը այնտեղ է Արցախում վերացնում հայի բոլոր հետքերը, ստեղի թուրքերն էլ այստեղ են հայի հետքերը վերացնում, իրանք հայ չեն։ Երիտասարդներն էլ պատահական չեն համարում այս թշնամանքը հերոսների նկարների դեմ։ Միտումնավոր է դա կատարվում, քանի որ հենց առնչվելով նույնիսկ աշակերտների դասագրքների հետ հիմա հայոց պատմության, կասեմ, որ շատ տեղեկությունները ճիշտ չեն, իմ համար շատ նշանավոր էր, որ այդ նկարները կային, քանի որ դա հիշեցնում էր ինձ, որ հայերը ընդունակ են պայքարելու ու ինչ-որ հույս էր տալիս։ Զոհված զինծառայողի մայրը խոստովանում է, չի զարմանա, որ մեր հերոսներին, Արցախը, հայոց պատմությունը մեր հիշողությունից ջնջելու համար Փաշինյանի ձեռքը մի օր էլ եռաբլուր տղաների շիրիմներին հասնի։ Արդեն վախենում եմ ասեմ, ինչից եմ վախենում, որովհետև այն ինչը ես ասում եմ, հետո իրականություն է դառնում։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։